Ընդդիմադիր մեկ այլ քաղաքապետ Մասիսը ղեկավարող ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն էլ այս օրերին դատապարտվեց 6 տարի 3 ամսվա ազատազրկման։ Դատը 6 տարի է ընթանում էր։ Ինքը Համբարձումյանը իր նկատմամբ ինչպես ձևակերպել է շուտափույթ պատիժը, քաղաքական է որակում, թիմակից հանրապետականները նույնպես։ Հայաստանում չէ, խոստանում է վերադառնալ։ Իշխանությունը պատահական չի համարում, որ հենց Համբարձումյանն է դարձել իմպիչմենտի գործընթաց նախաձեռնած ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, որ այս զարգացման դեպքում քաղաքական հալածյալ ներկայացվի։ Այն ինչ տեղի ունենում Դավիթ Համբարձումյանի հետ քաղաքական հետապնդումը, որը պայմանավորված է թե իր թիմ մակարդակում ակտիվությամբ եւ ազդեցիկությամբ եւ մի քանի անգամ ԿՊ-ին տարբեր հարթակներում հաղթելու փաստով, եւ թե իհարկե նաեւ իր իմպիչմենտի թեկնածու լինելու, պատիվ ունեմ խմբակցության կողմից առաջադրված թեկնածու լինելու փաստով, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այսպես կոչված այսօրվա կառավարիչների վախը իմպիչմենտի գործընթացից դա մեկ։ Երկրորդ, վստահ եմ արդեն ծանոթացել եք Դավիթ Համբարձումյանի տարածած հայտարարությանը, որ այս ամենը ինչ գնահատականներ է ինքը տալիս եւ նշում, որ վերադարձից հետո բոլորս միասին պայքարելու ենք Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների, փաստացի այդ թվում նաեւ իր ազատության եւ ամենակարևորը իշխանապողության համար։ Ինչ վերաբերում է Սիմոնյանի ասածներին, ուրեմն այդ առաջին Սիմոնյանը նաեւ ասում է Արցախը չեն հանձնել։ Հետո այսինքն ինչքան նա է ճշմարտության հետ կապ ունի, այդքան էլ սա մեկ։ Երկրորդը ԿՊ-ի կողմից ակնհայտ մանիպուլյացիա իրականացվում, ներկայացնելով մեկ այլ դրվագի կադրեր այս դատական գործի շրջանակներում։ Այսինքն այն ինչի մասին սա գրված է Համբարձումյանի հայտարարության մեջ, դա գյուղերից մեկում տեղի ունեցած դրվագ է, որի մասնակիցներից ոչ մեկի նկատմամբ այժմ ոչ մի գործընթաց տեղի չի ունենում, բայց կազմակերպիչ կա։ Բոլոր այն անձինք, ովքեր որ կասկածվում են գողության, սպանության, մնացած քրեորեն պատժելի հանցագործությունների մեջ, դիմում գրեք հանրապետական կուսակցություն եւ դրանից հետո ներկայացրեք դա կամ դաշնակցություն եւ դրանից հետո ներկայացրեք ազատ ներկայացրեք դա որպես քաղաքական հետապնդում։ Այս ինչ տրամաբանություն է։ Այսինքն այդ մարդը որ տես ջիպից դուրս եկե հեղափոխության ժամանակ մարդ էր տշում, մարդ էր խփում, բաներ անում, այդ դուք ուրիշ հարց տվեք, գնացեք Սերժ Սարգսյանին հարցրեք, ասեք իսկ ինչի Տիգրան Աբրահամյանին, Հայկ Մամիջանյանին, Արմեն Աշոտյանին չեք ներկայացրել, այն մյուսին չեք ներկայացրել որպես թեկնածու, այդ տաղուն ով էր ճանաչում, իր մասին միակ տեղեկությունն էր, որ միթինգի ժամանակ մարդկանց հարձակվել բանը Սերժ Սարգսյանը ինքը տենց շախմատիստ է իրան պատկերացնում, բայց վատ է շախմատ խաղում, նարդի մակարդակով է շախմատ խաղում ու ամեն ինչ մի քայլ հետո պարզ է դառնում, արվել է դա նրա համար, որպեսզի դուք հարգելի լրագրող ինձ հիմա հարց տաք եւ Դավիթ Համբարձումյանը ներկայացվի որպես քաղբանտարկյալ, հարց եմ տալի քաղաքական առումով, ումա պետք Դավիթ Համբարձումյանը, ումա հետաքրքիր Դավիթ Համբարձումյանը քաղաքական առումով։